Փորձենք խորհրդացել միասին, սիրելիներս, որովհետև բաներ կան մեր կյանքում, որ մենք պետք է ռացիոնալիզացնենք, այսինքն բանականորեն ընկալելի լինի մեզ համար, ոչ թե դա լինի լոզունգ, այլ դա լինի իրատես տեսիլ։ Հայրենասիրության մասին խոսում ենք բոլորս, և այս գեղեցիկ պաթոսով մենք դասիրակվում ենք կարդալով Չարենց, Իսահակյան, Թումանյան և մեր արվեստը կապում էր մեզ հայրենիքի հետ։ Բայց ի՞նչն է պատճառը, որ ապրելով այդ հայրենիքում, օրինակ ես չէի սիրում այն, չէի սիրում այդ գյուղը, որտեղ ծնվել էի, Զանգիբասար կամ Մասիս, Թուրքանոց, չէի սիրում այդ Երևանը, որտեղ մարդիկ ագահ էին և տգետ, և երևակայությունից զուրկ, և ամբողջ Սովետն էր այդպես։ Կար այսպիսի մի անեկդոտ, ինչ կանես, եթե սովետական միության սահմանները բացվեն, պատասխան, կբարձրանամ ծառը, ինչու, որտեղ միլիոնավոր մարդիկ պիտի փախչեն այդ տեղից, իսկ ինչ է դա։ Ահա մենք լսում էինք 90-ական թվականներին պրոֆեսոր դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է։ Հիմա իր աճեցրած այս ավանակը ասում է որտեղ հաց այնտեղ կաց, որ ուղիղ հակառակ է մեր կրոնը Սուրբ կրոնի բարոյականությանը, ըստ որի ոչ միայն հացի ապրե ըզմարթս։ Ուրեմն ինչ է այդ հայրենիքը, հողի գեղեցկություն, այո Արարատյան, Արարատի պատկերը ինձ դասիրակել է, նա է եղել իմ հայրենիք և մայրենիքը։ Փոքրուց ես գրում էի բանաստեղծություններ, հիշում եմ, որ նստում էի Արարատի դիմաց, այո այդ պատկերը անընդհատ փոխվում էր, 2 րոպեն մեկ փոխվում էր պատկերը, և ես ապշահար նայում էի, թե դա ինչ հրաշք է։ Բայց գիտեք ինչ, երբ որ Միացյալ Նահանգներում ես տեսա Grand Canyon-ը և ուրիշ շատ գեղեցիկ տեղեր, օրինակ Bryce Canyon-ը, որը արևի տակ, ուրեմն այս ձորը փայլում է ինչպես ոսկոց և այլն, ես հասկացա, որ աշխարհում այլ գեղեցկություններ էլ կան, որ հայրենիքը կապված չէ գեղեցկության հետ, հողի։ Ուրեմն ինչ է հայրենիքը, մանկության հիշողություն, կարող ես ունենալ լավ հիշողություն, կարող ես ունենալ վատ հիշողություն, ի վերջո մանկության հիշողությունը դա քո ընտանիքի հիշողությունն է, այն ընտանիքը, որ տվել է քեզ ջերմություն և սեր, դու փայփայում ես այն քո մտքի մեջ, բայց կան խեղված ընտանիքներ, որոնց հիշել անգամ մեղք է։ Ուրեմն ինչ է այդ հայրենիքը։ Այս էմոցիոնալ պոռթկումը, որ մենք սովոր ենք ապրել մի տեղում և սովոր ենք իդեալականացնել այդ տեղը, բանն որ հայրենիքը կազմված է 2 կոմպոնենտից, մեկը, որ դու ապրում ես այդտեղ և ամեն ինչ դու ստեղծել ես քո ձեռքով, քո հայրական տունը քո հոր ձեռքով, նա էլ իր հայրական տունը իր պապերի ձեռքով և ստացել է ժառանգություն, ուրեմն հայրենիքը դա հողի ժառանգությունն է, իր բոլոր մշակութային արժեքներով, կառուցված եկեղեցիներով, անտառներով և պատմական դեպքերով ու դեմքերով, բայց նաև հայրենիքը կենդանի չի կարող լինել, եթե այդ հողի վրա չի ապրում իրական համայնք, որը ունի մեկ հոգի, մեկ հետաքրքրություն և ունի բարի կամք։ Այս երկրորդ կոմպոնենտը միշտ պակասել է մեր հայրենիքում, սիրելիներս, դրա համար բոլորը փախչում եք այդտեղից, որտեղ մարդիկ չար են, ագահ են, եսասեր են, խլում են քո հացը, կտրում են քո հողը, քանդում են քո տունը, որ իրենք գրավեն։ Ես միշտ այդպես եղել, և Սովետի ժամանակ, և Սովետից հետո, այսինքն գազանային այս կլանային հոգեբանությունը միշտ եղել է այսպես կոչված հայրենիքում և ոչնչացրել է հայրենիքի արժեքները։ Հիմա այս ապրում եմ Ամերիկայում արդեն 30 տարուց ավել։ Արդյոք դա իմ հայրենիքն է։ Իսկ կարող եմ ասել այո,
կարող եք նեղանալ ինձնից, դա ձեր գործն է, եւ նրանք ովքեր եկել են այստեղ եւ չեն ուզում հայրենիք, թող հեռանան։ Այստեղ հայրենիք կոչվում է naturalization, անցնում ես այդ process-ով, երբ որ անպայման պետք է դու սրանց ուսումնական համակարգի մեջ քոլեջում համալսարանում դասեր վերցնես պետության, օրենքի, երկրի պատմության եւ վերջապես իմանաս լեզուն։ Սա անպայման այն պայմաններն են, որ քեզ մերձեցնում է Ամերիկային եւ դարձնում են քո հայրենիքը։ Իսկ ինչու է Միացյալ Նահանգներ իմ հայրենիքը։ Որովհետեւ այստեղ մարդիկ ունեն բարի կամք։ Բարի կամքի եւ բարության մարդիկ ավելի շատ են, քան չարը։ Ես չեմ ասում, թե չարը չկա այստեղ։ Չարը կա, բայց չարը գիտի իր տեղը։ Բարությունը կա եւ բարությունը միշտ հաղթում է։ Եվ բանն այն է, որ ըստ այդ բարի կամքի նաեւ կերտվում է օրենքը, պետությունը եւ ամեն ինչը, եւ անգամ կրոնը։ Եվ եթե նկատել եք Միացյալ Նահանգներում, ահա մորմոնները ապրում են Հուդայում, ահա կաթոլիկները ապրում են արևելյան ափին, բողոքականները կամ մուսուլմանները ի վերջո ունեն իրենց հատուկ տեղերը ապրելու, անգամ Հայաստանի ժողովուրդը Little Armenia Հայաստանում կամ Glendale բոլորը հայաստանցիներն են սարքել հայերը ավելի ճիշտ, եւ լինելով մեկ պետություն խմբավորված են ազգությունները խմբավորված են իրենց լավագույնով։ Դա իհարկե պարագան չէ հայերի համար, այստեղ մարդիկ չեն կարողանում գտնել իրենց, որովհետև հայ աշխատավոր ժողովուրդ չէ, հայը մտավորական է, եթե նրանք բռնում են մտավորական ճանապարհ, ձեռք բերելու մեծ գիտություն եւ ակադեմիական աստիճաններ, նրանք հասնում են մեծ հաջողությունների, բայց այսօրվա հայությունը, որը ներգաղթում է Միացյալ Նահանգներ, ոչ մի գիտական միտք չունի եւ նրանք ընտրում են զարտողի ճանապարհներ, այսինքն թե երիտասարդ հայ աղջիկը մարմնավաճառությամբ կարող է մինչեւ $6000 ամսական աշխատել եւ ընկերությունը այս համայնքը դա ընդունում է որպես նորմալ։ Սա իհարկե սարսափելի երևույթ է եւ դա իհարկե մեզ խորհրդացնում է, մտավորական մարդկանց խորհրդացնում է հայ համայնքից, բայց դա Ամերիկայի էությունը չէ։ Ամերիկայի էությունն է ունենալ ամերիկյան արժեքը, որը մարդասիրությունն է եւ դա խոսքով չէ, որը անկեղծությունն է եւ դա խոսքով չէ։ Մարդիկ այստեղ դիմակներ չունեն, մարդիկ այստեղ յետևից չեն խոսում, մարդիկ այստեղ հարգանք ունեն մարդու նկատմամբ։ Եվ ահա այս երկիրը դառնում է քո հայրենիքը, որովհետև այս երկրի մեջ դու զգում ես քեզ գնահատված, եթե բարի ես, իսկ եթե չար ես, չես գնահատվելու երբեք։ Միշտ լինելու ես ավելի դառը, դառնալու ես ավելի սարսափելի, դառնահամ ինքդ քեզ եւ քո շրջապատի համար եւ ի վերջո կյանքդ պետք է անցնի աննպատակ։ Ուրեմն գտիր քո գայլերի ոհմակը, կամ ահա գտիր քո կապիկների ոհմակը, կամ շների ոհմակը, գծնող, երբեք քաջություն չունեցող ճշմարտությունը խոսելու։ Ամերիկան այդ տեղը չէ։ Ամերիկան ազատ մարդու տեղ է, որ ունի բարի կամք եւ այդ բարի կամքի համար պատրաստ է ինքնազոհվել։ Դրա համար Ամերիկան դարձել է իմ հայրենիքը։